Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում թվում էր, թե Հենրիի և Անգելինայի հարսանիքը վերջապես այն հանգուցալուծող պահն է, երբ բոլոր կողմերը համակերպվել են ներել կամ գոնե ձևացրել, թե ընդունում են նորապսակների միությունը։ Շատերն իրենց երջանիկ էին ցույց տալիս, նույնիսկ նրանք, ովքեր սկզբում կտրականապես դեմ էին այս ամուսնությանը։ Բայց այս փայլուն մթնոլորտում կար մեկը, ով ներել չէր կարողացել։ Նա չէր աղմկում, չէր ներկայանում բացահայտ դիմադրությամբ, բայց պատրաստել էր վերջին ուժեղ հարվածը, ճիշտ հարսանիքի օրը։ Խոսքը Բեթիի մասին է։ Բեթին, Հենրիի նախկին կինը, ումից թվում էր, թե հաշ ճանապարհով էին բաժանվել, հարսանիքի ժամանակ ուղարկում է ծաղկե փունջ ուղեկցությամբ գրության։ Անգելինան բացում է այն, սկսում է կարդալ, սակայն մինչև ավարտելը Հենրին խուճապահար խլում է գրությունը, գիտակցելով, որ դա կարող է վերջ դնել ոչ միայն իրենց հարսանիքին, այլ ամբողջ հարաբերությանը։ Գրության մեջ գրված էր հետևյալը. Հենրին գիտի ճշմարտությունը քո կենսաբանական ծնողների մասին և լռում է։ Հենրին սարսափում է հասկանալով, որ այն Բեթին, ում ինքը բարությամբ ճանապարհել էր օդանավակայանում, ի վերջո հենց նա էլ այսպիսի հարված հասցրեց։ Բեթին կարծես փորձում էր ոչ միայն վրեժ լուծել, այլ վերջնականապես խառնել ամեն ինչ, թողնելով Անգելինային կասկածների մեջ, իսկ Հենրիին խուճապի ու անհայտի մեջ։ Իսկ այս գրությամբ ավարտվում է Բեթիի կերպարային գիծը։ Նա դուրս է գալիս պատմությունից կատարելով իր առաքելությունը։ Իդեպ, Բեթիի կերպարը մարմնավորող բլոգեր Էլիզ Մելիքյանը սոցցանցերում կիսվել է իր խաղային փորձի մանրամասներով, նշելով, որ սա իր առաջին սերիալն էր, և թե որքան նոր ու վախեցնող էր ամեն բան բեմի դերասանների սցենարների աշխարհում։ Բայց մի բան Էլիզը շեշտում է շատ հստակ. երբեք չի զգացել միայնություն։ Նա իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել Դիաննա Գրիգորյանին իրեն վստահելու և այս փորձն ընձեռելու համար, ինչպես նաև ողջ նկարահանող խմբին հոգատարության և համբերատարության համար։ Հատուկ շնորհակալություն է հայտնել նաև իր խաղընկեր Լևոն Մկրտչյանին, Հենրիի դերակատարին, աջակցության համար։ Թեև Բեթիի կերպարը կարճ էր տևել, բայց այն ստացավ յուրանումակ արձագանք, իսկ Էլիզը արդեն իր հարցազրույցներից մեկում նշում է, այլևս չի պատրաստվում նկարահանվել սերիալներում, քանի որ սա իր համար չափազանց բարդ ու պատասխանատու փորձ էր։ Նա անկեղծ է ընդունում, որ դժվար է պրոֆեսիոնալ դերասանների կողքին խաղալ առանց համապատասխան կրթության կամ փորձի։ Բայց վերադառնանք հարսանիքի էմոցիոնալ գծին։ Ոչ բոլորի աչքերն էին միայն ուրախություն։ Վիկտորիան, Անգելինային տարիներով մայրություն արած կինը, չի կարողանում թաքցնել իր տխրությունն ու խանդը։ Հարսանիքի ընթացքում մի քանի անգամ լուռ արտացվում է։ Նա տեսնում է, թե ինչպես են Աննան ու Անգելինան մոտենում իրար, ջերմությամբ։ Աննայի խոսքերը «Ես նրան սիրում եմ ինչպես հարազատ աղջկա» քանդում են Վիկտորիայի ներսի ամրոցները։ Անգելինան էլ զգալով մոր էմոցիոնալ ծանրությունը, մոտենում է նրան, գրկում և ասում. «Մամ, ես քեզ միշտ սիրելու եմ, քեզ ու հայրիկին»։ Սրանք այն պահերն են, երբ սիրո և ճշմարտության միջև մղվող պայքարը դադարում է սև ու սպիտակ լինել։ Ով է իրական մայր, նա ով ծնեց, թե նա ով մեծացրեց։ Ով է արժանի մեղադրանքի, նա ով մոլորվեց ստի մեջ, թե նա ով չհամարձակվեց ասել ճշմարտությունը։ Մեկ բան հստակ է. հարսանիքն անցավ, բայց հետո սկսվելու է ամենակարևորը՝ ճշմարտության բացահայտման և վստահության վերականգնման ճանապարհը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին Անգելինային կպատմի ճշմարտությունը, թե կշարունակի լռել և իրենց ամուսնական կյանքը սկսել կառուցել ստի վրա։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք, նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, և առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։
Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասանք, ասած սպաս ասանք է համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ Ես այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզինգ ցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբջան։ Քիչ է թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի համար քշուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակեմ։ Այ անելիքը տարա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, ծվարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տոն հրավիրեց, օրվա